Բարև բոլորին, դուք Digitwix ալիքում եք։ Երեխեք, մենք Բասի դեռ չէ։ Մենք ինչպես հիշում եք, ասել ենք, որ ամեն մեր վլոգում կպատասխանենք երկու շատ տրվող հարցերի։ Ես մեր Instagram-յան կոմենտներից ընտրել եմ երկու հարց, եկեք կարծանք ու պատասխանենք։ Սուտ լացել վիդեո նկարելու դիտում ունենալու համար։ Մենք սուտ ես որ սուտ չեմ լացում։ Մենք երբեք սուտ չենք լացում, ես յանան դեռ այդքան լավ դերասաններ չենք, որ կարողանանք սուտ լացել։ Ու հաստատ եթե սուտ լացեին, ես կխնդայի, ես իսկապես իսկական եմ լացում ու Էվան էլ իսկական է ուրախանում։ Երկրորդ հարցը, իմ Օլիվիա Ռոդրիգոյի տակ մեկը գրել է իմ կարծիքով սիրահարված է, այս ինչ էմոցիոնալի աղջիկ է։ Ես, եթե նույնիսկ սիրահարված չլինեմ, ես երբ որ ինչ-որ երգ է գալի տխուր, ես ոռնալով եմ այդ երգում։ Մամա լիք ստորիներ է գցում երգելուց, ես այնց եմ ոռնում, ոնց որ ամուսնացած, բաժանված, Դուք գլխում fake սցենարիներ ես հորինում ու դրա համար դուք չեք կարող կյանքում անել ես սիրահարված եմ, թե չէ, որտեվ ես միշտ նույն էմոցիաներով երգելու եմ այդ դարձավոր երգերը։ Պատասխանեցինք ձեր երկու հարցերին, չմոռանաք էլի գրել։ Երեխեք, մենք SeaWorld-ում ենք։ Մենք SeaWorld-ում ենք Ֆլորիդայի ամենահայտնի պարկերից մեկը, ջրային, ոչ միայն ջրային ատրակցիոններ կան, նաև սովորական կենդանիներ կան ու շատ մեծ պարկ է։ Ու ասեմ Disney-ի տնով է տարբերվում, որ ավելի վախենալու ատրակցիոններ կան, հենց նայեք։ Ինչ է նշանակում SeaWorld, Sea-ն այդ օվկիանոսն է, ծովը, ու World աշխարհ, դրամոր օվկիանոսի ծովի աշխարհ այդ անունը։ Եվ մենք հենց նոր մեր թիկետները ստացանք։ Մենք հատուկ թիկետներ էինք առել, որ մենք կարանք անվճար ամեն ռեստորաններից ուտենք, ամեն 90 րոպեն, որտեղ շատ ավելի հավես է սարքում ու exciting։ Գնացինք։ Ես շատ փոքրիկ գաղտնիք բացեմ, մենք միջև SeaWorld գնալը ընտանիքով կռվել էինք, այսինքն ես, Յանան, մաման, պապայի դեմ էինք երեքովս։ Այս վլոգը մենք աղջիկներով ենք նկարում, պապան այն կոմանցել, ասել դուք աղջիկներով նկարեք։ Չեմ հիշում իմ մոտ ինչ էր եղել, բայց մենք կռված էինք ու պապան շատ տխուր էր ու ինքը ասել էր որ վլոգ չենք նկարելու, մենք էլ ասենք չէ մենք ուզում ենք վլոգ նկարենք, ու առանձնացանք պապայի։ Մեզ հետաքրքիր է, մենք լավ ենք։ Սովորաբար դու չգիտեք, պապան էր մեզ նկարում, պապան էր էլի մեր ռեժիսորը Digitwix-ի ու առանձնացանք պապայից սկսեցինք երեքովս մենակ վլոգ նկարենք, որը շատ դժվար է, որտեղ էլի եմ կրկնում, պապան է մեր պրոդյուսերը, պապան է այդ ամեն ինչը ղեկավարում։ Դրա համար կոմենտներում գրեկով ավելի լավ նկարում մաման դե պապան։ Ահա որ ված սնունդ, Յանինան վերցրել է pizza եւ fries chicken tender-ներով, ես վերցրել եմ fries chicken tender, Coca-Cola ու sense մեծ cookie, հաջորդ հավեսա որ անվճարին կուտում, ինչքան հիշում եմ, եթե առանց անվճար ուտելու թիքետը արժեր $98, իսկ ուտելով 120։ Ես նկարել եմ պապայի դեմքը, ինչ տխուր էր ինքը նստած։ What, ասենց vibe-էր, what обстановка էր, ես ինչ կամփորձում ենք ամեն ինչ լավ նկարել։ Բայց մենք փորձում ենք նկարել դրա համար նկարել։ Ես յանան գնացինք նստեցինք շատ հավես ատրակցիոն եւ վախենալու ատրակցիոնը այս մեկն ենք ուզում գնանք մամայինք չեն ուզում դրա համար չեն կարող նկարեն կամ մի հատ ահա որ մեծ մինուս դա հերթերն են մի ժամ հերթ կանգնեցինք ես ասքան չեմ կանգնում դարի գնանք որ շուկատնենք կանգնում բայց դա ամենտեղ էլ հերթ է լինելու ինչ ենք նստելու ամենաքիչը որ է լինի այդ կլսվի հավեսեր գնահատում եմ 10-ից ու լավ երկար էր միշտ ինձ լավ ատրակցիոն կանչեմ բայց էսի լավ երկար էր ես մայելի եմ ուզում նստեմ բայց մի ժամ հերթ էլ չեմ ուզում գամ այս էինք մենք նստել սենց գոռում ենք ու մենք ամենաառաջն էինք այն ամենավախենալու մասը հետ եկանք էլի մամայից մոտ դից էլի մի քիչ ինձ վատ ապստանովկա էր սա ինձ սառն էին պապան բոլորին սայդեներ էր չէ վայջան մենք այդ ատրակցիոնից հետո մամայինք արդեն բարիշել չէին բարիշել խոսացել էինք չէին բարիշել ասած ավելի լավ եմ հիշում
Չէին բարիշը, հետո մենք արդեն խոսալու, մի քիչ խոսացինք, այնտեղ papan արդեն կատակները մտան, հասկացանք, որ սխալ էր։ Իրենք այս ժամանակ բարիշում էին, երբ որ։ Ինը մի ասում եմ, ես գիտեմ, ես եմ եղել։ Բաբա, չէ՞ մենք գնացիք այդ դադրություն, դուք խոսացիք, մամա հետ դզվեցիք, հետո դու էիր մեզ նկարում։ Մենք սաուբս էինք, որ դզվեցինք։ Ոչ։ Խոսա։ Դու ավելի լավ գիտես։ Դու ավելի լավ գիտես։ Խոսա։ Ասում եմ, դու ավելի լավ գիտես, անդադ ինձ ուղղում ես շարունակի խոսալ։ Չեմ ուղղում։ Ասում եմ, ես չեմ խոսալու։ Խոսա ասում եմ։ Էվա չափանց խոսա։ Դու ես չափանցում, ասում եմ, եթե կանես ուղղելու ես բան ես անել։ Չեմ ուզում ես խոսամ, դու կխոսաս հիմա նորմալ։ Դե ինչ արեցինք։ Ինչ արեցինք, հարց եմ տալիս, բայց մի հատ նորմալ ասի։ Չեմ ուզում ես խոսամ։ Ես շատ խոսացի։ Էվա լուրջ օփուշ։ Ենա չեմ ուզում, ես հատուկ չեմ անում, ասում եմ, ես ասում եմ խոսա։ Չեմ ուզում ես խոսամ, ասում եմ։ Դու խոսա։ Չեմ խոսում։ Խի չես խոսում, դու ավելի լավ գիտես։ Էվա Կարծես հետո կներեք, Կարծես բարիշեցինք, հետո սկսեցինք մանգալ։ Սիրելի դիջիկներ, մենք բարիշել ենք մեր հայրիկի հետ, եւ հիմա ինքն է մեր օպերատոր եւ մեր ռեժիսորը։ Մենք իդեալական ընտանիք չենք ու չենք էլ փորձում ամեն ինչ իդեալական ցույց տալ, որ ոնց որ մեր մոտ ամեն ինչ լավ է, բոլորս լավ հարաբերությունների մեջ ենք։ Ոչ։ Մեր մոտ ամեն ինչ նորմալ է, այսինքն եւ լինում են վեճեր եւ շատ հաճելի պահեր։ Պապա տեսել ես ոնց են չինացիներ են ասմինոգներին ուտում։ Տեսնում ես որ դու հիմա լավ տրամադրություն ես, նույնիսկ նոր արևներ դուրս եկել։ Մենք բոլորս ուրախացանք, ասում նույն ձև, երբ որ դու նեգատիվ վայբի վրա ես, նույն ձև մենք այտենց վատ ենք։ Բարև։ Hello. Hello. Բարև։ Ոնց ես? It's how are you? How are you? Ոնց է։ How you do that? How you say that? Ոնց է։ Ոնց ես? Ոնց է։ It's okay. Love him. My mind right now is like Առաջինովը։ Oh, mama, все, ковыряю, mama. Come. Thank you so much, bro. Hajo. Ոնց որ ջուգլիներում լինեմ։ Անցնելուց տեսա, որ դելֆինների շոու կա։ Սովորաբար պետքա անվճար լինի, բայց ասացին, որ պետքա purchase reserved seats ու մտանք մի հոգու համար $49։ Դուք չեք պատկերացնում, իրանք այնց են համակարգը ստեղծել, որ դու անընդհատ ինչ-որ գումար ես ծախսում։ Ուզում ես դելֆինների հետ լողանաս, պետք է Էրմյուս պարկ գնաս։ Շատ հավես էր, հետաքրքիր էր ավոր, ես զարմացա, թե ինչ խելացի են այդ դելֆինները ու ոնց են այդ սաղ կամանդաներին լսում։ Վերջացավ դելֆինների շոուն, շատ սիրուն էր, ես դելֆիններին շատ եմ սիրում, իրանք ամենաբարի կենդանիներ, չէ։ Հետո գնացինք Սյուլեին, ոնց է հայերեն, ջրային կատու, չէ։ Ջրային ձի, չէ։ Սա մաման է։ Գլամուր, պապան էլ է սա։ Էսի պապին է։ Տատին որն է։ Էս էլ տատին է։ Տատին է։ Մարդ լինի։ Ինձ թվում է պրոստը մարդ է կոստյումով ենքա ռեալիստիկա։ Մեկ ենք մինջուրը։
շատ լավն էր, չեմ կարող բացատրեմ, շատ լավ շատ ծիծաղալու էր։ Լսրած։ Եվ շատ լավն են։ Բարի։ Hello։ Շատ արագ են, շատ ուժեղ են եւ նաեւ իմացա, որ տարբեր տեղեր են ապրում։ Հետո մենք ինչ-որ sense պինգվինների ատրակցիոն էր։ Չէ, դեք սկզբում հա մեզ թվում էր տես, մենք մտանք մեկ է տնանք, մենք Անտարկտիդայում էինք։ Անտարկտիդա։ 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 առաջին անգամ եմ կյանքումս լավ կատակնա։ Բայց ջուն այր։ Ցուրտ էր ու իսկական պինգվիններ էին, մենք ես այն նավոր ուրախացանք։ Պինգվինները ոնց որ պապիներ լինեն, նույն ասում են պապիների։ Անի քնել անա այն բեսի։ Էսիչա։ Չաղո։ Սուրտա։ Օ, իրոք սուրտա, գնացինք, լավ, փախանք։ Հաջող։ Ոտքերով խաչեր եմ դանում գնում գնայել եք այդ մուլտիկը պինգվինաշենը դե երգեք Ոտքերով խաչեր են գնում են գնում Եվ գիշերը, չէ, ասում եմ, եվ գիշերը, եվ ցերեկը գնում են, եղանակը գնում են, եվ գիշերը, եվ ցերեկը, այսօտար երկրում։ Այստեղ կար նաև այն ակվարիումներից մեկը, որ մեջում ասես ու սաղ վերևս այդ տարբեր ձկներ են, շոտ օրինակ ինձ հետաքրքիր էր անց ոնց են կերակրում, ոնց են վարժեցնում։ Բայց իսկական չի։ Հա, վայ հենա շարժում է, հենա։ Սուտա։ Սամ։ Հենա, Հենա։ Էս թռնում է։ Իսկ ջրի մեջ թռնում է, հեսա։ Նեմիկը։ Շատ սիրուն է։ Բայց մի քիչ մեղք են։ Որովհետև իրանց օվկիանոսից բերել են ստեղ ու կարելի ասել տանջում են։ Պարզվում է, ստեղ կարելի է գլուխը մտցնել, սա ես ու Յանան կմտնենք, Յանայինկա։ Ենկա։ Ոյ։ Այդմերը։ Լամեն, ինձ զզվելի էր։ Զզվելի բաներ էին։ Չիկներ էին պետք։ Գնացինք ակուլաներ տեսանք ակվարիումի մեջ։ Հասանք շարկերի մոտ։ Շնաձուկ ոնց պապանը ասում։ Շնաձուկ լավ։ Ինչ կապ ունի շունը ակուլայի հետ։ Ջրային բանը կծող շնաձուկ։ Պատկերացնում եմ շուն բանով։ Ձկի պոչիկով։ Ակուլան հաչում է։ Բա հաչում է։ Հա դրա վրա շնաձուկ։ Ջման։ Սենց հաֆ լաց հաչում է, հա։ Ուրիշ ձև, բայց հաչում է։ Պապա զգուշ։ Ամեն տարի միլիոն հատ շարք են սպանում մարդիկ, որը շատ վատ է, որովհետև շարքերը լավն են։ Պապա նայ։ Wake up, buddy. Wake up. Hi, mama ջան. Wake up. Wake up, buddy. Buddy, արդացի։ Buddy. Հա, քնքոտ է։ Ես պապային համոզեցի ինքը մեր հետ նստելու է, այս վախենալու։ Այս մեկը վախենալու չի երևում, բայց Շտում է հավերթ լինելու։ Հուզով եմ կոստյուրտը չխառնի։ Ասա որ չես վատանա։ Երեխեք Six Flag-ի բանում տեսակ, որ ես լավ չեմ ճնշումս բարձրանում է, երբ որ նստում եմ։ Հիմա դուք ինձ զորով տանում եք գցեք կրակը։ Դու իմ կինն ես։ Պաու։ Դուրս ես ասում։ Պաու գնա։ Արի պապա։ Մարդ չկա։ Վախենում ես։ Դու վախենում ես։ Ամբողջ ընթացքում աչքերս փակեր, ինձ դրել է արծիվիտե, որ թռնում է։ Բացի աչքերս, նախ ճնշումս բարձրանալու է։ Իմ սաժանակ իմ աչքերը բացեր ու ասել, ուղեղ չէ։ Ինձ թվում էր ավելի վախենալու կլինի, այդքան էլ վախենալու Լսի Six Flag-ից հետո սրանք սա
Բան է խաղալիքները։ Իսկ հետո օրվա վերջում որոշեցինք ընտանիքով գնանք ընթրիքի։ Ամբողջ օրը քայլելուց հետո մեր papa մեզ երեկոյան ընթրիքի հրավիրել ու հələ մեր ձյունն է։ Մենք շոտ հավես ռեստորան ենք գնացել, որտեղ ակվարիում էր, ու մենք այդ պատուանի մոտ էինք նստած, ձկները լողում էին, մենք նայում էինք, հետո մենք պատվիրեցինք հետաքրքիր բաներ, կերանք, շատ համեղ էր։ Այսքանն էր, հետևեք մեզ, follow տվեք, զանգակը միացրեք, որովհետև GTFix is doing some good work for you։ Այն պրոյեկտը, որ մենք խոսում ենք, շուտով սկսելու ենք արդեն նկարել, մենք արդեն կաստինգ ենք անում, հավաքում են գժական շատ լավ երեխաներ։ Կարող եք գուշակել ինչ տիպի պրոյեկտ է, ինչի մասին է, պապան լինելու է, մեջը մաման լինելու է, մենք լինելու ենք, եթե ինչ-որ բան ձեր հետաքրքիր կարծալ ձեր կարծիքին չեք դուք մտածում, մենք ամեն ինչ եւ ժանրը, ժանրն էլ։ Բայց ասեմ որ crazy բան անելու, շատ հավես բան անելու, այդ հետաքրքիր բան լինելու ես շատ եմ սպասում։ 2025 թվականը լինելու բոմ տարի, բոմ լակալակա։ Okay, բոմ շակալակա տարի ալինելու։ Սիրում ենք ձեր շատ հաջող բոլորին։ Ոյ վուտերս թամրեց։ Bye guys։ Այդ ինչ crush out դու ունեցար Էվա։ Դու կարաս լացես, ես չեմ կարա։